Այնուամենայնիվ հաղթի ընտրություններում պատրաստ եք շնորհավորել։ Կպիտ տեխնացու ինչին շնորհավորեմ, ընտրություններին մրցակցին հաղթանակի դեպքում շնորհավորում են ընդհանրապես յուրաքանչյուր պայքարի մեջ, շնորհավորում է, եթե արդար եւ ազնիվ ա եղել պայքարը։ Անարդար պայքարի դեպքում ես չեմ պատկերացնում ընդհանրապես շնորհավորել, որովհետեւ դա նախ չեն հասկանա մեր թիվի անդամները, չեն հասկանա մեր ընտրողները, որովհետեւ այդ խախտումները, այդ անհավասար պայմանները, վարչական եւ իշխանական ռեսուրսի կիրառումը տեսել են բոլոր վաղաշապատցիները, տեսել են բոլոր քաղաքական ուժերը։ Անարդարիցի արդեն անարդարացի են ամբողջ քարոզարշավը։ Ինչի մասն է խոսքը, այո, վարչական ռեսուրսի կիրառում բարեկամներին եւ միայն իմ բարեկամներին չէ, մեր թիմակիցների բարեկամներին, այլ գիտեմ ընդդիմադիր ուժերի հետ ասոցացվող մարդկանց են, նույնիսկ ասենք իմ ընկերոջ քենուն են դպրոցի տնօրենից ազատել, ինչա թե իր փեսան իմ ընկերն է։ Հասել են այս մակարդ Facebook-ի լայքերի համար են մարդկանց նկատողություն տվել։ Մաշտոցի թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոնից հրամանով ազատել են։ Պարոն Խաչատրյան, կնշանակի հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակը։ Կնշանակի, որ նախ վաղաշապատ համայնքը մոտակա տարիներին շատ ավելի զարգանալու է, շատ ավելի լավ քաղաք ենք տեսնելու եւ իհարկե ամենակարևորը իրենք չեն կարողանալու ասել, որ իրենք փորձում են ամեն գնով այս ընտրություններում հասնել հաջողության, որպեսզի հայ ժողովրդին ասեն նույնիսկ Էջմիածնում հոգևոր մայրաքաղաքում այսինքն այն քաղաքականությունը, որ իրենք իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, փորձում են դա արդարացնել, որ ժողովուրդը նույնպես վստահում է մեզ։ Այսպիսի մի լրացում անեմ, էլի հաշվի առնելով հակաեկեղեցական արշավը այս ընտրությունների կարևորությունը ո՞րն է։ Օրինակ, եթե ԿՊ-ն հաղթում է, սա նշանակում է, որ Փաշինյանին հաղթաթուղթ են տալիս, որ կաթողիկոսին այդ գահընկեցանելու process-ը շարունակվի։ Կարելի է նաև այդ տեսանկյունից դիտարկել հարցը, բայց ես ասել եմ, երբ ԿՊ-ն հասնի հաջողության, հաջորդ քայլը լինելու է հարձակում դեպի Մայրաթոռի վրա, իրենց են ճղճին փոքր-օքի ծրագրերը, ինչը պլանավորել են իրականացնել հայ առաքելական եկեղեցու հետ, անմիջապես իրականացնելու են եւ նաեւ 26 թվին իրենց քաղաքական համապետական ընտրությունների հարցն են փորձելու լուծել։ Ի սկզբանե ասել եմ, այսօր մեր վաղաշապատ համայնքում ով քվեարկում է քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը, քվեարկում է Նիկոլ Փաշինյանի նեղ ընտանեկան անձնական կուսակցության շահին։